Խորհրդային տարիներին ծաղկում ապրած խաղողագործությունը հետպատերազմյան տարիներից ցանկում է ապրում։ Մենատնտեսների մի մասը դաշտերում մշակաբույսեր է ցանում, մյուս մասը հեռացել է գյուղոլորտից, որոշներն էլ 2200 հեկտարի վրա շարունակում են խաղողագործությունը։ Խաղողի մշակությամբ առավել աչքի են ընկնում մարտունեցիները մոտ 1200 հեկտար։ Այս տարին սակայն խաղողագործի համար հաջող չէր։ Անբարենպաստ պայմաններն ազդել են բերքի եւ որակի եւ քանակի վրա։ Արցախի գյուղատնտեսության փոխնախարարը նաեւ այլ պատճառ է մատնանշում։ Որտեղ մշակությունը կատարվել է նորմալ, կարելի ասել բարվոք է վիճակը, բայց ոչ բոլոր խաղողայի տերերն են կարողանում այգիները մշակել։ Կոնկրետ այս այգում նույնպես այս հատվածում որոշակի չափով մշակություն կա, բայց միջվազային տարածությունները, ինչպես նկատում եք, մոլախոտված են եւ դա խիստ ազդում է խաղողի բերքատվության եւ որակի վրա։ Այս երաշտ պայմաններում այդ մոլախոտները ավելի շատ սնունդ եւ ջուր են սպառում, դրա համար խաղողը ինչ որտեղ նաեւ տուժում է։ Կամ երաշտ, կամ կարկուտ շրջաններում իրավիճակները տարբեր էին, փոխարենը ներկա վիճակն է նույնը։ Միայն կարկուտից տուժած խաղողայգիների թիվը հասնում է 107 հեկտարի։ Պետությունը 1 հեկտարի դիմաց որպես փոխհատուցում 100,000 դրամ է տրամադրելու, բայց դա, ինչպես ասում են, գյուղացու բեռը թեթևացնում է, քիչ բերքով հաջորդ տարին դժվար է լինելու։ Արանքները խրեցումն է, մաքրելը, մշակությունը դեղերը փչելը, այս սա փողը։ Որ անբարենպաստ տարին իր սև գործն արել է, արդեն հայտնի է։ Բացասական վիճակագրություն է գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Խաղողագործության արդյունքները նախարարությունը վերջնական գնահատելու է առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում։ Կարեն Աղաջանյանը կարծում է, որ գոնե խաղողի գինը պահպանվելու է։ Գների մասին առայժմ խոսակցություն չկա, անցած տարվա գները հուսով ենք որ կպահպանվեն։ Ճիշտ է, այստեղ որակի խնդիր ունեն, կարող է որակի հետ կապված ինչ-որ տատանումներ լինեն, բայց հիմնականում երևի կպահպանվեն։ Նարեկ Սահակյան, Արցախից ժամը լրատվականի համար։